Դերասան Լևոն Մկրտչյանի կինը դերասանուհի Էվելինա Ստեփանյանը շարունակում է ինստագրամյան հարթակում ակտիվ գործունեություն ծավալել։ Ժամեր առաջ Էվելինան նոր հոլովակ է հրապարակել ու խոսել իր օրվա մասին, նշելով հետևյալը. «Իբր մագնիսական փոթորիկները հեչ իմ վրա չեն ազդել, ու իբր ես էսօր հեչ շատ վատ տրամադրություն չունեմ», գրել էր Էվելինան հրապարակելով հոլովակ։ Հավելենք նաև, որ «Առավոտ լուսով վիքենդ» հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դարձել Լևոն Մկրտչյանն ու դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։ Star News-ը հետևել էր զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։ Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ է պատրաստում։ Դետոքսային ինչ-որ ֆրեշներ է պատրաստում Էվկան։ Ես էլ սովոր չեմ էդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական կարագ պանիր, պամիդոր, դրանցով եմ սնվել։ Էվելինան հավելել էր. «Ուզում ենք առողջ սնվել, որովհետև այս խիտ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ քեզ լավ պիտի նայես»։ Իսկ խոսելով զբաղվածության և ժամանակի սղության մասին, Էվելինան պատմել էր. «Որոշեցինք մեր ամուսնության 1 ամիսը նշել և ֆիլմ դիտելու գնալ։ Դիտեցինք Ազնավուրի մասին ֆիլմը։ Օրվա ընթացքում շատ ենք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանակ անցկացնել։ Երեկ փոքրիկ առիթ էր դրա համար»։ Էվելինան հարցազրույցներից մեկում ևս նշել էր, որ Լևոնը խանդոտ տղամարդ է։ Այս հարցազրույցը ևս բացառություն չեղավ։ Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում են։ Ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ։ Գիտեմ իմ չափը, գիտեմ ինչ պիտի անեմ կամ ինչը չանեմ։ Գիտեմ ինձ հարմար է ինչ-որ բան կամ հարմար չէ։ Մենք շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ և ոչ թե դերասանամուսիններ։ Զույգի առաջին հարցազրույցը ամիսներ առաջ էր։ Նրանք հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Live from հաղորդման «Սեր» շարքին։ Star News-ը այդ հարցազրույցին ևս հետևել էր։ 7 տարի ընկերություն անելուց հետո զույգը 1 տարի առաջ ԶԱԳՍավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գտնելու նպատակով է եղել։ Այժմ արդեն պատրաստվում են ամուսնության, քանի որ գտել ու գնել են բնակարանը։ Երբ Լևոնի և Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ «Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ ա։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր և բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան»։ Այս իրադարձությունները սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է։ Բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն։ Պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին իր կողքին, դեռահասների համար դառնա իդեալ և այլն և այլն։ Հասկանում եմ նաև մարդկանց կտրուկ վերաբերմունքը իմ անձի շուրջ, որովհետև իրենք ունեն համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին։ Մտածում էր, եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ լինի։ Մեկը շատ բաց մազերով էր պատկերացնում, մեկը գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ իրենց համար և բնականաբար դա պիտի շարժի իրենց զայրույթը։ Բացասական, գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցե և դժբախտ են, անկեղծացել էր Էվելինան։ Մասնագիտական հարցերում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. «Մի բան հետ էր պահում ինձ, ներքին զգացողություն։ Չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի հատ ժամանակահատված ա եղել, հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էս ոլորտում։ Էդ մասնագիտության մարդկանց հետ մի տեղում գտնվել չէի ուզում», անկեղծացել էր Լևոնը։ Ռոզան ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանին մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը։ Խանդում է արդյոք Էվան։ Այս մասին ևս խոսվեց հարցազրույցի ընթացքում։ Իմ դեպքում նորմալ ա։ Մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն։ Ես առհասարակ խանդոտ չեմ և ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ, և երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում ա։ Ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև օրս չի նայել, որովհետև խանդ շատ կա։ Լևոնի խանդի պատճառի մասին խոսելով ասաց. «Ես շատ եմ վստահում Էվային։ Էդ չի խնդիրը։ Միանշանակ գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիրը, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչ վերաբերում ա իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։
Ես չեմ վստահում այդ մարդուն, որը իր կողքով անցնում է։ Ես որպես տղամարդ նայում եմ ու եթե ինքը իմ կնոջ կողքին է, իմ թշնամին է, նշել էր Լևոնը։ Դե իսկ մենք այս հոլովակի համար առանձնացրել էինք այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ կադրեր, որոնք արված են Լևոնի եւ Էվելինայի հարսանյաց արարողությունից։